2021 թվականից ներդրվել է կրթության նոր չափորոշիչը, ինչին զուգընթաց 2023 թվականից սկսած ԿԿՄՍ նախարարությունը իրականացնում է նոր դասագրքերի ստեղծում համապատասխան նոր չափորոշիչների։ Ըստ այդմ էլ 2023 թվականից իրականացվում է դրամաշնորհային մրցույթ նոր դասագրքերի ստեղծման համար։ Իրականացվել է ԿԿՄՍ-ին 2 հարցում։ Հարցման տվյալներից պարզ դարձավ, որ 2023 թվականին իրականացվել է դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ստեղծվել է երկրորդ դասարանի դասագիրք եւ դրամաշնորհային մրցույթին տրամադրվել է 340.5 միլիոն դրամ, ստեղծվել են 384,000 օրինակ դասագիրք երկրորդ դասարանցիների համար, տպարաններին վճարվել է 232.3 միլիոն դրամ, նաեւ նշեմ, որ ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով յուրաքանչյուր առարկայի համար 8 հոգուց բաղկացած հանձնաժողով։ Հանձնաժողովի փորձաքննությունների արդյունքում երաշխավորվել է 42 անուն դասագիրք, իսկ հանձնաժողովին եւ հանձնաժողովի անդամներին վճարվել է 84.3 միլիոն դրամ։ Նաև 2024 թվականին իրականացվել է նույնպես դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ստեղծվել է երրորդ դասարանցիների համար դասագրքեր։ Դրամաշնորհային մրցույթին տրամադրվել է 478.2 միլիոն դրամ, ստեղծվել է երրորդ դասարանցիների համար 445,000 օրինակ դասագիրք։ Դասագրքերի փորձաքննության համար պայմանագիր է կնքվել 3 համալսարանների հետ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի եւ Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամների հետ։ Գործընթացը կազմակերպելու, փորձաքննելու մասնագետներին վճարվել է 88.4 միլիոն դրամ։ Փորձաքննությունների արդյունքում երաշխավորվել է 53 անուն դասագիրք գործունեության համար։ Նշենք, որ 2025 թվականին նույնպես իրականացվել է դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքները դեռևս հրապարակված չեն։ Նաև հարցումներից պարզ դարձավ, որ 5-ից 12-րդ դասարանի դասագրքերի ստեղծման գործընթացը իրականացնում է դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը։ Նշեմ, որ 2024 թվականի 3-րդ դասարանի դասագրքերի տպագրման համար տպարաններին վճարվել է 282.4 միլիոն դրամ։